Ես ուզում եմ սկսեմ մի բանից, որ մարդկանց հետ հանդիպում ենք, մանավանդ երկար ժամանակ չենք հանդիպել, բարևից հետո մի բառ են ասում, բոլորը, թե հայերը, թե մյուս ազգերը, ոնց ես։ Ճիշտ եմ ասում, չէ՞։ Այսօր արդեն քանի հոգի ինձ ասել են ոնց ես։ Բնական է, նորմալ է։ Եվ այդ ոնց եսի մեջ այս բառից եմ սկսել ժողովուրդ։ Իմ խոսքի վերնագիրը չգիտեմ, հենց ոնց ես կլինի, թե ինչ, դա էլ կլինի։ Հա։ Այս բառի մեջ կարող է շատ բան պարունակի, կարող է ոչ մանալ չպարունակի։ Մարդկա կարող է հենց այնպես ասի ոնց ես, որ սիրել իրան չհետաքրքրի դու ոնց ես, բայց մարդկա կարող է իսկապես սրտանց ասում ոնց ես, իսկապես հետաքրքրում է քո վիճակը, դրա մեջ ասում է ոնց ես։ Օրինակ, այսօր ինչքան ինձ ասել են ոնց ես, բոլորը իմ նկատի են ունեցել ձեռս, բայց սիրտս ինչ վիճակի է երևի։ Այդ ոնց եսի մեջ ինչ որ բան կա կամ չկա, էլի, բայց այդ ոնց ես բառը կա, դա պետք է ասվի։ Ես որ ասի ոմանց համար ոնց եսի տակ ինչ որ բան կա, ոմանց համար չէ, բայց ուզում եմ բերեմ միտեղ, Աստծո խոսքի այդ բառը չի ասում, բայց դրա այդ հիմնարար ինչ ասեմ, որ այդ ոնց եսը հաճախ մենք պետք է մեզ ասենք։ Այսօր ես եմ ուզում ասեմ, քեզ 1000 հոգի ասեմ ոնց ես ուրիշ է, բայց որ դու քեզ ասես ոնց ես, ոնց եմ, թե ոնց ես, այս է ուրիշ է, որտեղ դու քեզ արդեն ոչ թե միայն ձեռդ նկատի կունենաս, այլ ամբողջությամբ։ Այդ ոնց ես շատ խորը հասկացողություն կարող լինի քո համար։ Աստված մեզ ասում է հաճախ դու քեզ հարցրա ոնց ես։ Այս ձևով չի ասում, ուրիշ ձևով ասում, ես բացել եմ այդտեղ հիմա կարդալու։ Բերեք կարդամ այդտեղը ու ես միտքը շարունակեմ։ Երկրորդ Կորինթացիների թղթի 13 գլխի 5 գամարում Երկրորդ Կորինթացիների 13:5 այնտեղ գրվում է, թե ես փորձեցեք ձեր անձերը, թե հավատքի մեջ եք, քննեցեք ձեր անձերը, չգիտեք թե չգիտեք դուք ձեզ, որ Հիսուս Քրիստոս ձեր մեջ է, միայն եթե խոտելի չլինեք։ Ուրեմն մի հատ փորձեք ձեր անձերը, մի հատ էլ քննեք ձեր անձերը։ Եվ ինչ բանով քննեք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է, թե խոտելի եք։ Սենց եմ ուզում ներկայացնել։ Աստված հրավիրում է մենք մեր անձերը քննենք։ Եվ կարծեմ սա Աստծո խոսքի կարևորագույն մասերից մեկն է։ Աշխարհը շահես, բայց քո անձը կորցնես, ինչ օգուտ քեզ։ Եթե դու չքննես, արդյոք ճիշտ տեղում եմ թե չէ, մի օր կարող է ուրիշը հայտնաբերի, որ դու տեղում չես։ Կամ մի օր Աստծո առջև կանգնես, մտել ես վայ, Աստված ուզում է, որ հաճախակի, այստեղ չի ասում, կարող է մեկը ամեն օր քննի, մեկը ժամը մեկ քննի, մեկը ամիսը մեկ քննի, բայց քննի։ Իր անձը քննի։ Ինչպես քննի, առաջին բան ես բին, ոնց ես։ Ես մի հատ օրինակի վրա ասեմ, կներեք, որ օրինակը էլ ես ձեռիս վրա եմ ասելու, ես ձեռս, որ վիրավորվել էր, տարան հիվանդանոց, պարկացրին վիրահատության սեղան, որ վիրահատության գործանեին, մեկ էլ հերթով այդ բժիշկ աշխատող գալ ինձ ասում են ոնց ես։ Բոլորը, անխտի, բոլորը։ Բոլորին ես բնականորեն պատասխանում եմ, որ լավ եմ կամ նորմալ, ես երկու բառերից մեկն է ասում։ Հետո հասկացա, որ այն ապարատուրաները, որ միացնում են, թե ինչ ապարատուրաներ միացնում ես չգիտեմ, այդ ապարատուրաները ցույց են տալի, որ ես լավ չեմ։ Իմ զգացողությունը իմ համար նորմալ էր, բայց ապարատուրաները, նենց որ իրանք սրտի բժիշկ կանչեցին, բան եւ այլն։ Բանից պարզում ապարատուրաները ցույց են տալի, որ իմ սիրտը ինֆարկտի եզրին է։
Եվ իրանք խիստ հանձնարարեցին, որ այս վիրահատությունից հետո, որ վերքերը մի քիչ լավանան, գնամ սրտի բժշկի։ Եվ տենց էլ գնացի սրտի բժշկի մոտ, ստուգեցին, էլ չթողեցին տուն գնամ, ասին անհապաղ ստենդավորում ա պետք։ Եվ 3 ստենտ դրեցին, որտեվ ասին կարող ես ճամփին քայլելուց ինֆարկտը խփերուն գնեի։ Այսինքն էսի բարի գործակից եղավ։ Այսօր արդեն ես ինչ ասեմ, բժշկված սրտով կանգնած եմ ստեղ։ Դրա համար եմ ասում, հետո որ ասում եք ոնց ես էսի նկատի ունեք, բայց այնտեղ թե ինչ կա։ Հիմա այս օրինակը ինչի համար բերեցի։ Եթե այդ ապարատուրաները ինձ չմիացվեին, չէր հայտնաբերվի։ Հիմա ես ունեմ ձեզ մի բան ասեմ։ Ես ունեմ ձեզ ներկայացնեմ մի հատ ապարատուրա, հոգևոր կյանքի ապարատուրա, դե կներեք, որ ապարատուրա եմ ասում, Աստծո խոսքը ավելի շատ բարձրական ապարատուրան, բայց բաներ կա, որ կարող է քո միտքը, քո զգացողությունը ցույց չտա, բայց Աստծո խոսքը ցույց տա։ Կարող է քո զգացողություն այնքան ա եղել, այն մարդու, որ դու տենում ես մահվան եզրին, բայց ասում եմ լավ եմ։ Կամ մեղքերի մեջ ասում եմ լավ եմ, բայց դու տեսնում ես, որ նա լավ չի, նա դժոխքի ճանապարհին է։ Հաճախ մենք լավ չենք զգում, լավ ենք թե չէ, բայց Աստծո խոսքը կարող է մեզ ցույց տալ մեր վիճակը։ Լավ ենք թե լավ չենք։ Դրա համար իսկ դրային ինչ ասեմ, հիմքը է սա, քննենք, փորձենք։ Ինչպես փորձենք, ինչպես քննենք։ Ըստ իմ օրինակի ես առաջարկում, քննենք Աստծո խոսքով։ Միայն Աստծո խոսքը բոլոր տեղերը չի, որ այդ քննության համար կարող են պարզել։ Օրինակ, որ Աստված սիրում է մեզ, ինչքան տեղեր գրած է, բայց դա դեռ քննության բան չի, չես կարող դրանով քննես, դու լավ ես թե վատ ես։ Հատկապես տեղեր կան, որ դրանք քննության համար շատ տեղին են։ Այ հենց այդ տեղերից մի քանիսն եմ ուզում հիմա ներկայացնեմ։ Առաջինը, որ կուզեմ ներկայացնեմ, Հռոմայեցիների թղթի, արդեն ասում եք, հələ մեծ էլ բարձրաձայն ասա, որն էր ասում, ոնց որ իմ ներկայացրածը չէր ասում, 12 էր ասում, 14 եմ ասում։ Հռոմայեցիների թղթի 14 գլխի 17 համարը։ Որովհետև Աստծո արքայությունը կերակուր ու խմելիք չէ, հապա արդարություն եւ խաղաղություն, խնդություն կամ ուրախություն Սուրբ Հոգով։ Առաջին այստեղն եմ ուզում ներկայացնել։ Եթե այստեղը դու կարդում ես, չգիտեմ ինչ ես մտածում, ես որ կարդում եմ, ես մտածում եմ, ես Աստծո թագավորության մեջ եմ, թե չէ։ Եվ քննությունը ո՞րն է։ Աստծո թագավորությունը կերակուր ու խմելիք չէ, այսօր փորս բանը էդի չի Աստծո թագավորությունը։ Ես էսի շատ եմ ուզում որ մաշի, բայց առանց հիվանդության էլի։ Աստծո թագավորությունը 3 բան է ստեղ ասում. արդարություն, խաղաղություն եւ ուրախություն։ Ընդ որում Սուրբ Հոգով։ Ես արդարության վրա չեմ ուզում կանգ առնել, որովհետեւ մարդիկ բնավորությունն են, որ միշտ իրանց արդար տեսնեն։ Շատ դժվար է մարդուն համոզել, որ դու արդարությունից ընկած ես։ Ճիշտ է, սովորության համաձայն շատերը ասում են, ես մեղավոր եմ, բայց ինձ ուզենաս մատը դնես մի մեղավորության վրա, սկսի պաշտպանվել։ Բերեք այն մյուս երկուսը, խաղաղություն եւ ուրախություն։ Այստեղ կարող ենք մեր անձերը քննել։ Ամեն մեկից կարող ենք մեր ներսում կամ մեր առօրյայի մեջ տեսնել, ես ունեմ այդ խաղաղությունը եւ ուրախությունը թե չէ։ Իհարկե, կա աշխարհի տված խաղաղություն, դրա համար Հիսուս նայեց իմ տված խաղաղությունը աշխարհի տված խաղաղությունը չի։ Որն է աշխարհի տված խաղաղությունը կամ ուրախությունը, երբ որ գործերդ հաջող են, երբ որ ամեն բան նորմալ է ընթանում եւ այլն, այդ է աշխարհի տվածը։ Բայց երբ որ դու այնպիսի վիճակի մեջ ես, որ չգիտեմ օրինակներ ասեմ թե չէ, բայց տեսել եք մարդը որ գոռում է։ Մարդը որ ներվային վիճակում է։ Մարդը որ մի հատ sense կպնես կտրաքի։ Մարդը կռվի մեջ է, մարդը բամբասանքի մեջ է։ Ես շատ օտարի համար չեմ ասում։
այդ մարդը ստեղ է։ Ես որևէ մեկին նկատի չունեմ, որ ասի այդ մարդը ստեղ, այսինքն մենք ենք։ Մենք չմտածենք ուրիշներն են։ Ինչքան հոգևորներ եք տեսել բարկացած, ինչքան հոգևորներ եք տեսել վիճելով, ինչքան հոգևորներ եք տեսել անբավարար, դժգոհ, բողոքող, նույնիսկ եղանակից է բողոքում, որ ոչ մի մարդու ձեռ չի։ Եվ հենց այդ ժամանակ սիրելի մարդ քննի, դու ունես Սուրբ Հոգու խաղաղություն եւ ուրախություն, թե ոչ։ Ես մասրա հակառակը ասեմ, դրականը։ Ես էլ եմ ապրել, շատերին էլ եմ տեսել։ Նեղության մեջ է, հալածանքի մեջ է, նույնիսկ ծեծում է, բայց ներսից ուրախություն կա։ Իրա ծեծողի առաջ կանգնած ծիծաղում եւ ծեծողը կարծում է թե ձեռ առնում, բայց ձեռ չի առնում, Սուրբ Հոգի ուրախություն է տալի։ Այս է Սուրբ Հոգու տված ուրախությունը, որ կախված չի իրավիճակներից, կախված չի արտաքին երևույթներից։ Ունես ես ուրախությունը, ունես ես խաղաղությունը։ Եթե չունես, ապարատուրան ցույց է տալի, որ լուրջ փոխվելու կարիք ունես։ Այս ապարատուրան, այս համարը ցույց է տալի, լուրջ փոփոխության կարիք ունես։ Բայց սա միակ տեղը չի, որ ես ուզում ներկայացնեմ։ Էլի տեղեր եմ ուզում ներկայացնեմ, ամեն մեկի վրա, որ ասենց մի քանի բառ խոսեմ, արդեն ահագին ժամանակ կգնա։ Մի հատ ուզում եմ էլի իմ կյանքից բան պատմեմ, նոր խոսքս շարունակեմ։ Ուրեմն 82 թվականին իմ աշխատանքի վայրից ինձ 3 ամսով ուղարկեցին Թբիլիսի դասընթացների, հաշիվ մեքենայի դասընթացների։ Մինչև գնալս մի հատ մեծահասակ քույրիկ ննջեց, թաղեցինք եւ այլն, ես գնացի դասընթացների, 3 ամիս հետո եկա, գալուց չգիտեմ քանի օր հետո, հիմա հաղորդություն եմ անում։ Այն ժամանակվա հաղորդությունը չգիտեմ, հիմա դուք ոնց եք անում, սենյակի մեջ հացը կտրել եմ, օրնել են կտրել եմ, հիմա հերթով ես ես բաժանում եմ։ Բաժանելով գնացի, մտնում այդ քույրիկը դեմս կայնաց։ Նես չի, որ ես լսել եմ իր թաղման մասին, ես մասնակցել եմ, որպես հովի բոլոր մանրամասն գործերին մասնակցել եմ։ Բայց մինչև դրում դեմս կայնաց, իր մեռելային գույնով։ Դե ես չեմ կարող հիմա ներկայացնել իմ ապրումներ, այդ պահին ինչեր են անցնում մտքովս։ Պատկերացրու, որ մեռելի կայնի դեմդ։ Չգիտեմ, ոմանք կվախենան, ոմանք չգիտեմ ինչ, մտքովս անցնում էր, եթե ես մեծ հրաշք է եղել է, ինչի՞ ինչ հիմա չեմ լսել ես, ինչի՞ չեն ասում։ Բայց դա չէ, բայց վերջը չկարեցա, ընդամենը մի հատ այն սրտից խորքից ասի ոնց ես։ Այդ ոնց եսի մեջ բոլոր ոնց եսները կային։ Ես կարամ ստեղ շարունակեմ, բայց շարունակեմ, որ հարցական չմնա։ Այդ մեռածը չէր։ Իր նման մեկն էր, պաստորեն այդ ընթացքում ինքը հիվանդանոցում էր եղել, եկել էր հաղորդություն վերցնելու այդ հիվանդ դեմքով։ Նման էր էլի, արտաքինս էլ նման է, թե ինչի վերջը։ Ուրիշը շատ նման էր, որ հիվանդանոցից էր այդ հիվանդ դեմքով։ Լրիվ ես, բայց հետո իմացա էլի, որ դա չի։ Հետո չիմացա, տենց էլ ես այդ անհայտ իմ համար, բայց 82 թվականից մինչև հիմա այդ մի ոնց ես իմ համար բոլոր ոնցեսներից տարբեր է եղել։ Այդտենց ոնց ես էլ չեմ ասել։ Այդտենց մեկ էլ գիտեք երբ է եղել։ Երբ որ հանկարծ իմ են հին մարդը կենթանացել է եւ կանգնել է իմ առջև եւ ուզում է հաղորդություն վերցնի։ Այ մեկ էլ դա ինձ շատ անհանգստացրել։ Հիմա ուրեմն Հովանու ավետարանի հայտնության 12 գլխի 11 համարում, կարծում արդեն բոլորը գիտեք ինչ է գրված 12-ի 11-ում, գրված է որ
Եվ նրան հաղթեցին գառնուկի արյունով ու իրենց վկայության խոսքով եւ իրենց կյանքը չսիրեցին մինչև հիմա։ Իրենց կյանքը չսիրեցին մինչև հիմա։ Մենք երկրի վրա կյանք ունենք, բայց Աստված մեզ հրամցրեց մի նոր կյանք։ Հինը մերցրեց, թե հինը մեռնի, նորը ապրի։ Այս process-ով մենք անցանք, ջրի մկրտությանով, չգիտեմ, թաղվեցինք նրա հետ, հարություն առանք, ինչքանով ենք մենք ընդունել, բայց ցավոք այդ հին մարդը միշտ չի որ վերանում է թմա։ Մեկ-մեկ sense գալի հանդիպում ենք։ Հիմա այստեղ էլ է քննության տեղ։ Ես ինչքանով եմ իմ կյանքը Հիսուսն ասեց, ով որ իր կյանքը ուզենա պահի կկորցնի, իսկ ով որ իր կյանքը կորցնի իմ համար կգտնի։ Ինչքանով եմ ես Հիսուսի կյանքով ապրում եւ ոչ թե իմ մարդկային կյանքով ապրում։ Ինչքանով է հիմա այս կյանքի մեջ նորը երևում եւ ոչ թե հինը։ Կարող են քննել, քննեցեք ձեր անձերը, մի հատ ձեզ հարցրեք ոնց ես, մի հատ ես դու որտեղ ես, և սրա են տրամաբանական շարունակությունը, ուրեմն նույն հայտնության 7-րդ գլխի մեջ, 7-րդ գլխի ուրեմն 9 համարից է, բայց ամբողջ չեմ ուզում կարդամ։ Տեսա մի մեծ բազմություն, որ մեկը չէր կարող հաշվել բոլոր ազգերից ու ցեղերից եւ ժողովուրդներից ու լեզուներից, որոնք աթոռի առջև ու գառնուկի առջև կանգնել էին, ճերմակ հանդերձներ հագած, ձեռքերին արմավեններ բռնած եւ մեծաձայն աղաչելով փառաբանում էին։ Ես ուզում եմ 13-ից շարունակեմ։ Ու երեսներից մեկը պատասխանելով ինձ ասեց. սրանք որ ճերմակ հագուստներ հագած են, ով են եւ որտեղից եկան։ Ես էլ ասեցի նրան. Տեր իմ, դու գիտես։ Ու ասեց. սրանք են մեծ նեղությունից եկողները, որոնք իրենց հագուստները լվացին ու նրանք գառնուկի արյունով սպիտակացրին։ Նրա համար Աստծո աթոռի առջև են եւ իրենք կծառայեն ցերեկ ու գիշեր եւ իր տաճարի մեջ եւ աթոռի վրա նստող իր վրանը պիտի տարածի նրանց վրա։ Այսուհետեւ ոչ պիտի սովածանան ու ոչ ծարավեն, ոչ էլ արևը կամ տաքություն նրանց վրա պիտի ընկնի, որտեղ գառնուկը որ աթոռի մեջ է, պիտի հովվի նրանց ու կենդանի ջրի աղբյուրները պիտի առաջնորդի նրանց եւ Աստված բոլոր արցունքները պիտի սրբի նրանց արջերից։ Ժողովուրդ, կարծում ես ով որ կարդում է իրան լավ ազգում։ Այս խոստումները մեր համար լավագույն խոստումներ են։ Էլ չեմ ասում, ձեր բարձրացրեք ով ուզում ես վիճակի մեջ, կարծում ով ստեղ է ինքը ուզում է։ Որ Աստծո այս խոստումների մեջ լինի, գառնուկ իր վրանը տարածի, գառնուկ իր վրան տարածի ինչ է նշանակում, մեզ առնի իր ընտանիքի մեջ, իր տան մեջ, և արցունքները մեր արջերից սրբի, մեզ կենդանի ջրի աղբյուրները տան եւ այլն։ Եվ այս բոլոր խոստումները որտեղից սկսվեցին, երբ որ այս մարդիկ, այն մարդիկ են, որ իրենց հագուստները լվացին գառնուկի արյունով։ Իրենց հագուստները լվացին գառնուկի արյունով։ Այս մարդկանց համար է այս խոստումները։ Ով որ այս բանը չի արել, այս խոստումները չի կարող լինել։ Բայց եկեք ընդունենք այս հագուստ ասելով ինքը նկատի չունի այս մեր այսօրվա հագուստը, որ 3 օր հետո էլ չեն կարող հագնել քրտնքի հոտից։ Աստված ի նկատի ունի հայտնության 19 գլխի 7 համարը որ գրված է գառնուկի արսանիքի օրեկա, նրա կինը ինքն իրեն պատրաստեց եւ նրան տրվեց մաքուր լուսափայլ բեհեզ հագնի, որը սուրբերի արդարությունն է։ Այդ բեհեզի մասին է խոսքը։ Մենք ընդեղ երկրային հագուստով չենք լինելու, բայց մերկել չենք լինելու։ Այնտեղ մեր արդարության հագուստը պիտի լինի։ Եվ այդ արդարության հագուստը մաքուր է, թե մաքուր կարող է լինել միայն այն դեպքում, երբ որ Հիսուսի արյունով մաքրենք։ Դե հիմա մի քիչ ստեղ ուզում եմ մի քիչ բացատրական բան ասեմ, էլի։ Հենց այնց որ ասում մաքրել, կարծեմ բոլորդ հագուստը մաքրել գիտեք ինչ բան է, ոնց են հագուստը մաքրում։ Հիմա լվացի մեքենա կա, այն ժամանակի ձեռով էր։ Ասեմ ինչի համար տարբերություն ասցի։
որ ձեռով էր կարող է մենակ վարատնիկը մաքրի լվայր, մնացածը թողեիր, ասեր մաքուր է։ Բայց հիմա ամբողջ պիտի գցես լվացքի մեքենա։ Չես կարա կեսը գցես, կեսը թողես։ Ես հիմա ուզում եմ ասեմ, դուք լսել եք, որ մարդիկ ասենք խոսք անում որոշ բնավորության գծերի մասին, որոշ հատկությունների մասին, ասում եմ, ես միշտ էլ տենց եմ եղել, ասենք, միշտ էլ սուտ չեմ սիրել, ես միշտ էլ ճշմարտախոս եմ եղել, կամ են մեկ ասում, ես միշտ էլ գողություն չեմ սիրել, են մեկ ասում, ես կռվարար չեմ եղել, այսինքն կարծում եմ ինքը այն մանկությունից, ադամական բնությունից մի հատ լավ բան ունի։ Ես մնում ասեմ, որ ադամական բնությունից եկածի մեջ լավ բան չկա։ Մի հատ օրինակ եմ ուզում ասեմ, ես օրինակ կարող է քաղաքացիները չհասկանան, ես յուղում եմ մեծացել, յուղը սիրել եմ, ինչև մեր սիրում եմ, եւ այլ, բայց յուղի մի բանը թրիքի հոտը չեմ սիրել, ու իմ էլ չեմ սիրում։ Հիմա, բայց դե որ յուղը մեզ անասուն ես բան հոստրելի մտնում ես էլի գոմ։ Հիմա ոմանք մի հատ խալատ են գցնվրները կամ անասնաբույժը կամ մաքրողը, որ այդ հոտը իր շորին չկպնի, հելնում ասեք խալատը դրում են կողմ, իբր մաքուր է։ Ես ձեզ ասում եմ ոչ։ Եթե մտար գոմ, մանավանդ մի քանի ժամ անցկացրիր, բոլոր շորերիդ, նույնիսկ ներքնաշորերիդ այդ հոտը կպնում է։ Մազերիդ մեջ մտնում է այդ հոտը։ Քո մաշկին կպնում է այդ հոտը։ Նենց որ մի երկու շոր դեն քսելով դու մաքուր չեղար։ Դու բոլոր շորերը դի փոխես եւ նույնիսկ դի լողանաս, որոշել անուշահոտություններ գործածես, որ այդ հոտից բրծնես։ Ժողովուրդ որ գոմից կարելի է այդպես այդքան, ինչ ասեմ, գոմից հետո այդքան մաքրվելու կարիք կա։ Այս ադամական բնությունը, այս աշխարհի սիստեմը, այս աշխարհի կյանքը դրանից ավելի վատ հոտեր ունի, դրանից ավելի վատ բաներ ունի։ Հնարավոր չի դու այս աշխարհի մեջ ապրես եւ քո որևէ մի մասնիկը մաքուր մնա։ Այդպես բան չկա։ Քո բոլոր տեղերը, նույնիսկ այն տեղերը, որ դու կարծում ես մաքուր է, ես էլ իմես օրինակ ասեմ, ես ձերս որ եղել էր, սկիզբից որ դեռ վերքերը կային, ցելոֆանով կապում էինք, որ լողանալուց չթրջվի։ Բայց որ լավացավ արդեն ես էլ թրջեցի։ Ամար տեսա ստեղից նես կեղտ է դուրս գալի, որ ամբողջ մարմինից ստես կեղտ դուրս չի գալի։ Ինձ թվում էր որ մաքուր է, որտեղ ոչ մի տեղ չէի կպցնում։ Բայց այն իմ թվացած մաքուրը ամենակեղտոտն էր։ Տեղեր կա որ չես թվում է մաքուր է։ Ես հիմա ուզում ասեմ, առանց թվալու մաքուր մաս չկա։ Եթե ես աշխարհի մեջ ես մաքուր մաս չկա։ Քո երկնային հագուստի վրա մի հատ երկրային մի բիծ պետք է չլինի, որտեղ երկրային ամեն ինչը անմաքուր է Աստծո առջև։ Եվ պիտի մաքրվի միայն Հիսուս Քրիստոսի արյան միջոցով։ Այսինքն քո բոլոր բնավորության գծերը, բոլոր մտքերը, բոլոր ծրագիրները, բոլոր վարմունքները, բոլոր քայլերը, ամեն ինչ որ ունես, բոլորը դու բերես Քրիստոսի զոհասեղանի վրա։ Եվ միացնում եմ այն բանին, քո կյանքը չսիրես մինչև մահ։ Քո կյանքը չսիրես, այսինքն երկրային քո կյանքը ամբողջությամբ փոխվելու կարիք ունի։ Երկրային քո մտածելակերպը ամբողջությամբ փոխվելու կարիք ունի։ Եվ այս մարդկանց է տրված այս խոստումները։ Մի քիչ էլ առաջ անցնեմ, մի օրինակ եմ ուզում ներկայացնեմ ստեղից։ Հայտնության 14 գլխի մեջ մի քանի մարդու օրինակաբան բերում։ 144,000-ը, որ ընտրվել էին մարդկանց մեջից Հիսուսի համար, իրանց մասին գրված է իրանց հատկությունները, այդ հատկություններից մեկն եմ ուզում ներկայացնեմ։ 14 գլխի 5 համարում։ Եվ նրանց բերանը սուտ չգտնվեցավ, որտև անբիծ են։ Նրանց բերանը սուտ չգտնվեց։ Սուտը բոլորս գիտենք ինչ է։ Որտև այս աշխարհում սուտը այնքան է լցված, ես սրանից մոտ 40-50 տարի առաջ մի հատ քարոզ եմ լսել, քարոզիչը օրինակ էր բերում այս բանին։ Ասում է, որ
այս երկրի սիստեմը կառուցված է ստի վրա։ Եվ օրինակ եմ բերում։ Եթե մի օր որոշեն, պայմանավորում, այդ օրը բոլորը ճիշտ խոսեն։ Ասենք ինչ որ մտածում են, այն խոսեն։ Ինչ որ տեսնում են, այն ասեն։ Կքանդվի այդ սիստեմը։ Ամեն մի պետի տեղակալը պետք է ասի, որ ես ուզում դու գնես, ես լինեմ։ Եթե որ ասեն հաջորդ օրը պետք է իր մեջ ինչ կլինի։ Ամուսինների մեջ կարող է լիքը բան լինի։ Չեմ ուզում լավ շատ խորանամ։ Ինչքան բաներ կա, որ ճիշտը չես կարող ասել։ Որտեվ հիմնված է ստի վրա։ Իսկ գիտեք, Աստծո մոտ ամեն բան ճիշտն է։ Եվ ճշտի վրա է։ Հիմա մեր կյանքում փոփոխություն պետք է թե չէ ժողովուրդ։ Հիմա դե տեսեք, այս մարդկանց, որ ընտրել է, այս մարդիկ, որ ընտրվել են Քրիստոսի համար, կարծում յուրաքանչյուրս Քրիստոսի համար ընտրության, ինչ ասեմ, հույս ունենք կամ կարծում ենք ընտրված ենք։ Աստված միա չափանիշ է ասում։ Ովքեր ընտրվեցին, նրանք ում բերանը սուտ չգտնվեցավ։ Հիմա թե մենք ինչքան ենք սուտ խոսել, ինչքան ենք խաբել, այդ բոլորը մի կողմ, կամ ինչքան ենք սուտ խոսում։ Բայց կա սուտ, որը ոչ թե ինչ որ մի բան կառուցելու բանի համար է, արտաքին ցույց կատակ էլի։ Շնորհակալ շատ եմ ասել, շատ եմ հայտարարել կամ զգուշացրել, սիրելի եղբայր, կատակով ասած սուտն էլ ասուտ։ Մի հատ բարձ բան ասեմ, պետք է կատակով սիրեմ, ասեմ կատակ եմ անում, դուրը գա այդ մարդու, իմացեք կատակով սուտն էլ ասուտ։ Բայց ընենց մի քանի օրինակ ասեմ էլի։ Մեկին կանչում ես, մեկ կանչում ես, չի լսում էլի, կամ դեռ չի պատասխանում։ Երկրորդ անգամ էլ որ կանչում ես, որ պատասխանում է, չես ասում ես երկրորդ անգամ, ասում ես 10 անգամ կանչեցի։ Եթե երրորդ անգամ լինի, արդեն դու այդ 10-ը դառնում է 100։ Ծանոթ եք ես երևույթի։ Երրորդ անգամ լինի դառնում է 1000։ Եվ այսպես շարունակ։ Ինչ է կարծում սուտ չի։ Ես շատ եմ լսել, մեկը պատմում է, որ միտեղ ինչ մի հետաքրքիր բան պատմեցին, բան խոսեցին, ծիծաղացին այնքան, որ ասում է, ծիծաղից մեռանք։ Բայց այդ մարդ կենթանի քո հարճով կանացա։ Ասենք չափազանցում են այնքան, որ հասնում է ստի։ Ես այդ ստի վերաբերալ մի բան պատմեմ։ Ես մի քիչ միամիտ եմ, էլի, ինչ ասում են նույն ձևով ընդունում եմ։ Չեմ պատճառացնում մարդը սուտ է ասում։ Շուտ էր, տարիներ առաջ էր։ Մեկի հետ ծանոթացա, ինքն էլ լավ անձնավորություն, լավ տղա էր, իմ հասակակիցներ։ Ծանոթացա, խոսացինք, ինքը այն տեղից էր, որտեղ ես բարեկամ ունեմ։ Վայ ասի, ես այդտեղ բարեկամներ ունեմ, բան, որ անունը տվի իմ բարեկամներ, հա, ասես ճանաչում եմ, իրանց տունը ես եմ սարքել։ Փառք ասում, ուրախացա բան։ Դրանից որոշ ժամանակ հետո այդ բարեկամիս արդեն հանդիպեցի, բարեկամիս կնոջը։ Ուզեցի ասեմ, որ ձեր գյուղացի sense մարդուրն են տեսել բան։ Ներկայացրեցի, որպես ինքը ջոկյով ասում էր, որ ձեր տունը ինքն է սարքել։ Ասեց, իրանց գյուղի լեզվով մեղա է Աստծո։ Մեր սաղ տղեկը սարքող են, այդ դեր մարդը մեր տունը սարքի։ Հետո հասկացա, որ երևի մի անգամ թե երկու անգամ եկե օգնել է, արդեն ասում իրանց տունը ես եմ սարքի։ Կարծում դուք բոլորդ էլ լսել եք sense բան։ Մեկի տունը մի անգամ հյուր ես գնացա, արդեն այդ մարդն ասում է, քեզ ես եմ պահել։ Մեկին մի անգամ օգնում են, ասում է, որ լրիվ ես մարդուն ես եմ պահում։ Ժողովուրդ, ծիծաղում ենք եւ ծիծաղալու է իսկապես։ Բայց ես կարծում եմ, երկինքը մեր բոլոր խոսքերը կամ լուրջ ընդունում, կամ այդ խոսքերը պետք է մեր առջև կանգնեն մի օր։ Հիսուսն այս նույնիսկ դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանոր հաշիվ են տալու։ Նենց որ եթե մենք հույս ունենք, որ ընտրվենք Աստծո կողմից, եւ այս չափանիշը, եթե չլինի, մեր հույսը
իզուր կլինի։ Եվ Աստված չափանիշ ասեց. նրանց բերնի մեջ սուտ չգտնվեց, որովհետև անբիծ են։ Աստված անբիծների հետ գործ ունի։ Այո, մի ժամանակ անբիծ չէինք, բայց Քրիստոսով կարող ենք լինել, երգերի մեջ էլ կար։ Քրիստոսով կարող ենք ընտրված լինել, սուրբ լինել։ Գառնուկի արյունով մաքրել մեր անձերը, այնքան, որ էլ մեր բերան մեջ սուտ չգտնվի։ Դե ես սուտը օրինակ բերես, եւ սրա նման ինչքան բաներ կան, որ պետքա քննենք։ Նորից ուզում գամ։ Դու քեզ ասա, ո՞նց ես։ Մի հատ քննի քո անձը։ Մի հատ հետազոտի, փորձի, տես հավատքի մեջ ես, տես տեղում ես, թե չի։ Ես մի քննելու տեղ էլ ուզում ասեմ, ու դա կլինի իմ խոսքի վերջը։ Ուզում եմ ծննդոցից մի պատմություն, որը բոլորս շատ լավ գիտենք։ Երբ որ ծննդոց 22 գլխի մեջ է գրված, Աստված Աբրահամին փորձեց եւ մի առաջարկ արեց։ Ասեց քո այդ միածին որդուն իմ համար բեր զոհի։ Այս պատմությունը բոլորս գիտենք։ Ամբողջ պատմությունը չեմ ուզում ներկայացնեմ, բայց ուզում եմ ծննդոց 22 գլխի 16-17 համարները կարդամ։ Երեք 15-ից սկսեմ։ Եվ Տերոջ հրեշտակը երկրորդ անգամ երկնքից Աբրահամին կանչեց ու ասեց. Իմ անձի վրա երդում արեցի, ասում է Տերը, որովհետև այս բանը արեցիր ու ինձի համար քո մեկ հատիկ որդուն չխնայեցիր, քեզ օրհնելով պիտի օրհնեմ ու քո սերունդը երկնքի աստղերի եւ այլն։ Արդեն խոստումներ, լիքը խոստումներ։ Կարծում եմ մենք բոլորս էլ շատ կուզենք նման խոստումներ ունենանք Աստծուց։ Շատ կուզենք, որ Աստված ասի քո սերունդը պիտի օրհնեմ։ Ես օրինակ իմ սերունդի համար շատ եմ աղոթում։ Կարծում յուրաքանչյուր մարդ էլ իր սերունդի համար աղոթում է, ճիշտ է, պետք է։ Եթե մենք մեր սերունդի համար չմտածենք, ով պիտի գա մեր սերունդի համար մտածի։ Հիմա եթե ուզում իմ սերունդը օրհնված լինի, որպես իմ սերունդը օրհնված լինի, այն վերևի խոսքերն էլ պետք է ինձ վերաբերվի։ Եթե Աստված կարողանա ինձ ասել, ինձանից չխնայեցիր, այդ ժամանակ կարող է իմ սերունդը օրհնված լինի։ Իսկ եթե ես Աստծուն այնպիսի մի բան չեմ արել, որ ասի ինձանից չխնայեցիր, ինչի հիման վրա իմ սերունդը կարող է օրհնվել։ Ընդունելի է էս։ Արի քո անձը քննի։ Մեր անձը քննենք։ Դե հիմա այստեղ ուզում եմ մի քիչ խորանալ։ Այս պահին Աբրահամի դեպքում Աբրահամը իր որդուն չխնայեց։ Շնորհակալ եմ շատ մտադիր չէի, բայց մի երկու բառ ասեմ։ Շատ անգամ լսել եմ, որ մեր որդիները, որ մեզանից մանավանդ հեռու են, մեկ բանակա գնում, մեկը ասենք օտար երկիր, իմ որդիները մեծ մաս իմ օտարության մեջ են։ Մենք խնդրում ենք Տեր Աստված, քեզ եմ տալի, բայց պահի։ Աբրահամը Իսահակին տվեց Աստծուն եւ չասեց, բայց պահի։ Աբրահամը տվեց ու տվեց։ Այո, Աստված պահեց։ Հիմա մեզից քանիսը համաձայն կլինենք տանք ու տանք։ Տեր Աստված, տալիս եմ քեզ, բայց իմ որդից վերադառնա։ Տալիս եմ քեզ, բայց իմ որդից միշտ իմ հետ լինի։ Մտածեք, ես այդտեղ չեմ ուզում խորանալ։ Ես ուզում մի քիչ ուրիշ կողմից մոտենանք, որ բոլորիս մոտ արդեն այս բանը կա։ Բացի որդին, մենք էլի արժեքներ ունենք, էլի բաներ ունենք։ Մոտավորապես, ունենք ժամանակ, ունենք տաղանդներ, ունենք ուժ, ունենք հնարավորություն, ունենք մասնագիտություն, ունենք ֆինանսներ, ունենք նյութական բաներ եւ այլն։ Բերեք ժամանակ առանձին ասեմ, այն մյուս բոլորին ասեմ, ունենք զորություն չէ, կարողություն։ Ունենք ժամանակ, ունենք կարողություն։ Չնայած մեր ժամանակն էլ Աստծո տվածը, մեր կարողությունն էլ Աստծո տվածը։ Ինչ ունենք, Աստծո տվածն է։ Այս մեր ունեցածը ինչքանով ենք ամբողջությամբ հանձնում Աստծուն։ Ինչքանով ենք խնայում։
խնայելը հանձնելու հակառակն է։ Աստված ասում է, քանի որ ինձանից չխնայեցիր, ես օրինակ ինձ ստեղ մեղավոր ճանաչում եմ։ Շատ անգամ իմ ժամանակը վատնել եմ ուրիշ բանի վրա, որ կարող էի տայի Աստծուն։ Շատ ժամանակ իմ կարողությունը ուրիշ տեղ եմ գործածել, շնորհիվ որ կարող էի տայի Աստծուն։ Ես իմն եմ ասում։ Նորից հիշեցնում 2 Կորինթացիների 13:5 մի հատ փորձեք, մի հատ քննեք ձեր անձերը, մի հատ ես հարցրա ոնց ես։ Քո ժամանակը, քո կարողությունը որտեղ ես ծախսում, որտեղ ես տալի։ Աստված կարող է ասել, քանի որ քո ժամանակը չխնայեցիր ինձանից, քանի որ քո կարողությունը չխնայեցիր ինձանից, քանի որ քո ունեցածը չխնայեցիր ինձանից, դրա համար քեզ պիտի օրհնեմ։ Եթե Աստված կարող է ասել, ուրեմն դու օրհնված կլինես։ Բայց եթե դեռ չի կարող ասել, այստեղ լուրջ խնդիր կա քո առջև։ Եվ ուզում մի քիչ ստեղ շարունակեմ։ Մենք բոլորս մինչև Աստծուն գալը մեղքեր գործել ենք։ Շնորհիվ ոմանք Աստծուն գալուց հետո էլ են դեռ մեղքեր գործում։ Այսինքն արել ենք բաներ, որ պիտի չանեինք։ Արել ենք բաներ, որոնք սխալ են։ Դրանց լուծումը ապաշխարելով Հիսուսի արյունով մաքրվելն է։ Բոլորը գիտենք։ Հիմա ես Աստծո խոսքը ոչ թե կարծում եմ, Աստծո խոսքի հիման վրա ասում եմ, որ մենք ուրիշ մի մեղքել ենք գործում։ Հակոբոս 4:17-ում գրված է, որ ով որ բարին անելը իմանա եւ չանի, դա մեղք է նրան։ Մենք վատը արել ենք, մեղք ենք գործել։ Հիմա լավը, որ չենք արել, էլի մեղք ենք գործել։ Հիմա ուզում այս մեջի վրա կանգ առնեմ։ Այն որ վատը արել ենք եւ ներողություն խնդրելով, ապաշխարելով հարցերը լուծել ենք, շատ լավ է։ Բայց եթե լավը չեմ արել, թեկուզ ներողություն խնդրեմ, լավ, Աստված էլ չդատապարտի, բայց մի հատ կարևոր միտք, չէ որ մենք վարձ չենք ստանալու այդ լավը անելու համար։ Մի հատ մտածեք, մենք որ վատը արել ենք, ապաշխարեցինք, էլ են պատիժը չենք ստանալու, Քրիստոսի են խաչը դառնում մեր պատիժը բրծանք, բայց մենք դատարկ ենք մտնելու հավիտենական կյանք։ Դատարկ ենք կանգնելու Աստծո առջև։ Ես հավատում երկինքը բոմժերի տեղը չի։ Իսկ վարձքը մենք առնելու ենք արածների համար։ Ըստ այն գործերի, որ հավատքով արել ենք։ Հավատք առանց գործերի մեռած է, այսինքն հավատքով արված գործերից ենք վարձք ստանալու։ Ամեն։ Եփեսացիների 2:10-ում գրված է. մենք ստեղծված ենք բարի գործերի համար։ Եթե այդ բարի գործերը մենք չանենք, մենք ոչինչ չունենք։ Սրա լուծում ես չգիտեմ։ Եթե մարդը ոչ մի բարի գործ արած չլինի, ո՞նց է դա այնտեղ։ Թեկուզ է իր վատ արածների համար ներողություն խնդրել։ Այս լավ չարածների, լավը չարածների համար ինչ է անելու։ Եվ այստեղ ես կարծում շատ լուրջ բան կա։ Բոլորը գիտեք, Մատթեոս 25 գլխի մեջ 31 համարից մի հատ պատմություն կա գրված։ Այցերի ոչխարներից բաժանում, ես ամբողջ պատմություն չեմ ուզում ներկայացնեմ։ Հիսուս ասեց, սովածեի հաս տվեցիք, ծարավեի ջուր տվեցիք, ներքեի հագցրեցիք, օտարականների ներս առաք, հիվանդ բանտի մեջ այցելություն եւ այլն։ Ասին, երբ տեսանք արեցինք, ասեց, «Էս իմ եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք»։ Իսկ այն մյուսներին ասում է չարեցիք։ Այս իմ եղբայրներից մեկին չարեցիք, ինձ չարեցիք։ Եվ այս անել չանելու տարբերություն գիտեք ինչքան է։ Առաջիններին ասում է, եկեք իմ հոր օրհնածներ, ժառանգեք ձեր համար պատրաստած հավիտենական կյանքը։ Երկրորդներին ասում է, հեռու գնացեք հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի եւ իր հրեշտակների համար։
Այսքան մեծ է տարբերությունը։ Ընդամենը այս անել չանելու տարբերությունը։ Այսինքն որ չար գործ չես անում, այդ արդեն լավ է, բայց եթե բարի գործ չես անում, լուծում չեմ գտնում ես։ Բարիս համարացու առակը բոլորը գիտեք։ Քահանան եկավ, այդ մարդու կողքով անցավ գնաց։ Ես սովորություն ունեմ ամեն մի երևույթ, ամեն մի ինչ-որ պատմություն կա գրված, մտովի մի հատ շարունակեմ։ Իմ մեջ մեջ շարունակեմ։ Հետո ես քահանային հարցվի. Ինչ ես արել, ասի ինչ եմ արել որ։ Ոչ մի վատ բան չեմ արել։ Հա, վատ բան չես արել, բայց լավ բան կար անելու չարեցիր։ Դու ոչ թե միայն պետք է վատ բան չանես, այլ դու լավ բան պետք է անես։ Եվ այդ լավ բանը Աստված բերել էր քո առջև, որ պետք է անեիր։ Եվ որ չարեցիր, ըստ Հակոբոսի 4:17-ի մեղք գործեցիր։ Եվ դրա քավություն չգիտեմ ոնց անելու։ Որ ասում քավություն, հա, Աստված կարա չմեղադրի քեզ արդեն, բայց դու ինչ ունես դրանից հետո։ Դու ինչ ես ստանալու։ Առանց վարձի ես մնալու։ Նենց որ շատ կարևոր է, որ մենք լավ քննենք, մենք արդյոք անում ենք այն ինչ որ պետք է անենք։ Եվ ես չեմ հաշվել, բայց մոտավորապես կարծում եմ, ես մաթեմատիկական տրամաբանություն եմ, մի քիչ մեծ ու փոքր։ Իմ այդ չարասները ավելի շատ են, քան թե արասները։ Այն որ վատ բաներ եմ արել, ավելի շատ լավ բաները չեմ արել։ Ես այդքան մեղավոր եմ, նա դուք չգիտեմ ինչքան, բայց գոնե մի քանի հատ պետք է անել ժողովուրդ։ Ես մի քիչ ավելի խիստ եմ նայում սրան, հայտնության 20-րդ գլխի մեջ մի բան կա գրված։ Ասում է, ով որ կյանքի գրքի մեջ գրված չգտնվեց, գրակի լիճը գցվեց։ Ես դեք ոնց եմ մտածում, ես եմ մտածում, միգուցե տես չի։ Ով որ կյանքում ոչ մի բարի գործ չի արել, որտեղ բանի կյանքի գրքի մեջ գրում են արած բարի գործերը։ Ով որ կյանքում ոչ մի բարի գործ չի արել, երկնքում նրան տեղ չկա։ Գրակի լիճ գցվի։ Գոնե մի բարի գործ պետք է անել, բայց գոնե մեկը քիչ է, էլի։ Գոնե մեկը շատ քիչ է։ Նորից ուզում եմ գամ նրան, ոնց ես։ Հիմա ես չեմ ուզում քեզ հարցնեմ ոնց ես։ Առաջարկում եմ դու քեզ հարցրա ոնց ես։ Որ տեղում ես։ Հələ մի հատ քննի քո անձը, արդյոք տեղում ես։ Արդյոք հավատքի մեջ ես։ Արդյոք այս բաները քո կյանքում կան թե չկան։ Արդյոք Աստված քո համար կասի, ինչ որ մի բան չխնայեցիր ինձանից։ Աստված կասի, կարող է դու մտածես շատ բաներ, բայց Աստված կասի։ Արդյոք Աստված կասի, որ դու ամբից ես։ Արդյոք Աստված կասի, որ քո հագուստը մաքուր է Քրիստոսի արյունով լվացված ամբողջությամբ։ Արդյոք Աստված կասի։ Եթե Աստված չի ասի, ըստ այս համարների, դու լուրջ ապաշխարելու տեղում ես։ Քննի։ Եվ դեռ շարունակության մեջ գրված է, չէ՞, հանկարծ խոտելի չլինենք։ Խոտելին գիտեք։ Պիտան էիր, մեր դարեր անպիտան։ Մի ժամանակ անպիտան էինք, մեղքերի մեջ մեռած էինք, Աստված կենդանացրեց։ Վայ նրան, որ նորից կմեռնի։ Արդյոք մեր պիտանելիության մեջ ենք, թե մեր պիտանելիությունը կորցրել ենք։ Բայց ճիշտ է նա, ոչ թե ընդհանրապես մնանք պիտանելիության մեջ, գնալով ավելի պիտանի լինենք։ Եվ ստեղ մի չել եմ ուզում ասեմ, խոսքս հասցնում ավարտին։ Աստված մեր որոշումների համաձայն խառնում է մեր կյանքին, դրական իմաստով, որպեսզի լավ լինի։ Օրինակ քիչ առաջ ասացի, մենք վատ գործեր արել ենք, որպեսզի չանեինք, բայց Աստված հաճախ մեզ ինչ որտեղ սահմանը փակել է, որ մենք շատ չխորանանք։ Դա գրված է Հռոմեացիների 11 գլխի վերջում։ Աստված անհավատության մեջ արգելեց, որպեսզի հետ բերի, ողորմի։ Ասենք,
Շատերը պարծենում են, ես չեմ արել, չեմ արել, Աստծո շնորհքն է, որ չես արել։ Ասենք ես մարդ չեմ սպանել, որ մարդ չեմ սպանել, ոչ թե այդ իմ շնորհքն է, չէ, հնարավորություններ կսպանեի, մտքիս մեջ եղել է, հնարավորություններ կսպանեի, բայց Աստված ինձ արի, որ այդ հնարավորությունը չլինի, հնարավորություններ պոռնկություններ կանի, Աստված ինձ արի, որ չլինի, հնարավորություններ ես ինչեր կանի, Աստված ինձ արի, որ չլինի, ես հասկացել եմ, ապաշխարելուց հետո հասկացել եմ, որ այն տեղերում, որ ես կարող եմ այդ մեղքը գործել, Աստված փակեց, Աստված արգելեց, որ չգործեմ, շնորհակալ եմ։ Հիմա ուզում եմ գամ ես մյուս կողմը, երբ որ մենք պետք է լավ բան անենք, ստեղ էլ Աստված խառնվում, ստեղ էլ Աստված չի թողում քեզ, անես չանես, չի Աստված բերում է քո առաջ, էլի բարի սամարաց օրինակը ասեմ, Աստված կարող է նենց աներ, որ այն քահանան լրի ուրիշ ճամփորդար ես մարդուն չտենար, Աստված նենց ան, որ ես քահանան տեսնի սրան, Աստված նենց ան, որ դու տեսնես, դրա համար այն համարի մեջ Հակոբոս 4:17 ով որ բարին անելը իմանա, ես տեղ ճիշտ այլ կերպ ասեմ, գա քո առաջ, դու արդեն տեսնես, դու արդեն իմանաս, քեզ հայտնի լինի, որ այս գործը բարի է եւ դու պետք է անես, այ որ չանես մեղք է։ Այսինքն Աստված հաճախ քեզ բերում է, հանդիպեցնում է այն գործին, այն բարի բանին, որ դու անես, եւ այդ մարդու համար լավ լինի, եւ դու վարձ կստանաս, եւ Աստծուց չզրկվես։ Ուզում ասեմ, Աստված քեզ չի թողել ինքնահոսի, Աստված քո կյանքում բերում է այդ հնարավորությունները։ Մարդ կա քեզ ասպասում, ինքը քեզ չի ճանաչում, դու իրան չես ճանաչում, բայց Աստված քեզ էլ գիտի, նրան էլ գիտի։ Եվ քեզ կարողություն է տվել, որ այդ քո կարողությունը դու կարող ես նրան օգնել։ Ընդամենը հենց որոշում կայացնես տնից դուրս գալու, Աստված կտանի կհանդիպեցնի։ Բայց քանի տնից դուրս չես եկել, ինչ իմանաս։ Գիտեք, այնքան գործեր կան անելու, պարզապես, եթե տանը նստած կնոպկա ես սեղմում, խաբար չես, որ այդ գործերը կան։ Մի հատ դուրս արի, մի հատ հանդիպի, մի հատ այցելության գնա, մի հատ ավետարանչության գնա, մի հատ մարդկանց վիճակից տեղյակ եղի, մի հատ հենց հոգևորի տուն այցելի, շատ հոգևորների տանը քո օգնության կարիքը կա, դե ոչ հոգևորների տանը առավել, եթե դու հիմա չանես, երբ ես անելու, ընդեղ էլ անելու գործ չկա, ընդեղ արածները պիտի վայելենք, նենց որ ես նորից ունում գամ սկզբին ու վերջացնեմ, դու քեզ հարցրը հաճախ ոնց ես, այն որ մարդիկ քեզ ասում են ոնց ես, մի հատ քո մեջ մտածի, եթե հիմա Աստված հարցներ, ես ինչ էի պատասխանելու, որտեղ Աստված լավ գիտի դու ոնց ես, եթե ասես լավ եմ, ապարատուրան ցույցատալու ու լավ չես, դու ավելի լավ կլինի քեզ հարցնես եւ սկսես քո վրա աշխատել։ Դրա համար ենք երկրը, գիտեք ժողովուրդ, թե չէ մեր ապաշխարության օրը Աստված կարող էր վերցնել։ Աստված թողել է, որ մենք հասունանանք, որ մենք կատարյալին գանք, որ մենք աճենք, նաեւ մենք գործենք, մեր միջոցով Աստված գործ անի։ Նենց որ քննի քո անձը, քննի քո հավատքի կյանքը, արդյոք որ տեղում ես, եւ քննի այս գրքով, քննի այս Աստծո խոսքով։ Ես բոլորը չասեցի, բայց այսքան ինչ որ ասի, կարծում եմ քննության համար ահագին բավական, բայց էլի տեղեր կան, որով կարող ես քո անձը քննել։ Սա քո ծառայությունն է, սա քո պարտականությունն է։ Ես չգիտեմ ով ինչպես, ես միշտ էլ մտածել եմ, ասես մեկ-մեկ մի հատ հիշեմ, ինչ ունեի անելու, որ չեմ արել։ Բանը էլի կարող է մոռացած լինեմ, իսկ մոռանալը գիտեմ, որ բոլորիս մեջ կա։ Դրա համար մեկ-մեկ sense մի հատ հիշի էլի, ես ինչ ունեի անելու։ Եթե չես կարող հիշես, գոնե բացի կարդա։ Բացի կարդա կկպնի քեզ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ դեռ հնարավորություն տվել է։ Եվ Աստված չի ուզում որևէ մեկի կորուստը։
Աստված չի ուզում որևէ մեկը այն դատաստանի օրը կանի ասի վայ, չգիտեի։ Աստված ուզում է բոլորս այս խոստումների տերը լինենք։ Բոլորս ունենանք այն, ինչ որ Աստված պատրաստել է մեր համար։ Եթե քո համար պատրաստել է, ինչի չունենաս։ Իսկ այդ ունենալու համար ամեն բան պատրաստած է։ Աստծո կողմից Քրիստոսի արյունը տրված է, քո կողմից այդ արյունը քո հագուստի համար գործածելն է։ Աստծո կողմից կարողությունը տրված է, քո կողմից այդ կարողությունով Աստծուն կամ մարդկանց ծառայելա պետք։ Աստծո կողմից ամեն ինչ որ հնարավոր է տրված է, քո կողմից այդ հնարավորությունը գործածելն է։ Աստված օրհնի ձեզ։